Ոսպով ու բրնձով փլավ ենք եփում, որ մատներն էլ հետը կուտեք։ Դե ինչ, եկեք սկսենք։ Օգտագործելու ենք օդգուրման ապրանքանիշի ոսպն ու բրինձը։ Նախ եւ առաջ ոսպը տեղին լվանում ենք, կես բաժակ ոսպը 2 բաժակ ջրով ու աղով եփում ենք al dente, այսինքն կիսով չափ։ Բրինձը նույնպես պետք է այնքան լվանալ, մինչև մաքուր ջուր դուրս գա։ Կացայի մեջ բուսայուղ ենք լցնում, գոլետը ապրանքանիշի բուսայուղը չի ծանրացնում ուտեստները եւ յուրատեսակ համ է հաղորդում։ Ավելացնում ենք նաև մի մեծ կտոր կարագ, կրակի վրա բրինձը մի քանի րոպե բովում ենք, հետո ավելացնում ենք արդեն պատրաստի ոսպը, վրայից եղջյուր ենք լցնում, համեմում ենք աղով, փակ կափարիչի տակ մարմանդ կրակին եփում ենք, մինչև ջուրը գոլորշիանա։ Հատուկ մսակերների համար այսօր բրնձով փլավ որոշել եմ մատուցել տապակած բդիկներով։ Պարզապես աղով ու կարմիր պղպեղով տապակել եմ կարագի մեջ եւ արդեն կարող ենք մատուցել։ Մեր բրինձը պատրաստ է նաեւ բդիկները, գեղեցիկ լցնում ենք, ձևավորում ենք եւ մատուցում։ Սա պարզ եւ համեղ ընթրիքի հրաշալի տարբերակ է։ Անպայման պատրաստեք ու ողջունեք ամբողջ ընտանիքի հետ։ Բարի ախորժակ։